Կնքահայրը ապահովագրված է, չի եթերազրկվի։ Հայաստանի իշխանության տեսալսողական մեդիայի նոր կարգավորումները այս ֆիլմի վրա չեն տարածվի։ Լեգենդար ֆիլմը այս կարգավորման տակ չի ընկնում։ Բա ում կամ ինչ է նկատի ունի ԲՏԱ նախարարը, երբ ասում է պետք է շատ խիստ լինենք բռնություն, դաշնություն, սահմանադրական կարգի տապալում, պատերազմ քարոզողների նկատմամբ։ Օրենքը այդ աստիճան մանրամասների մեջ մտնել չի կարող։ Մխիթար Հայրապետյանի խորհրդարան բերած խստացումները հեռուստաընկերությունների համար են, այդ թվում Մալուխային։ Ու այդ խստացումները միայն սեփական արտադրանքին չեն վերաբերում, նաև վերահեռարձակման դեպքերին։ Սանկցիա կկիրառվի օտարերկրյա այն հաղորդումների վրա, որոնք միջամտում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակություն արտահայտությունը չափազանց անորոշ։ Ընդդիմադիրները դեռ չեն ստացել իրենց հարցի պատասխանը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ինչպես է որոշելու օտարերկրյա այս կամ այն հաղորդման Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտել-չմիջամտելը, որ վարույթ հարուցի։ Ըստիս ԲՏԱ նախարարը բավականին երկար նախադասությամբ շարադրում է իր կարծիքը։ Իմ կարծիքով, որը չի համարվում միջամտություն, փաստերի վրա հիմնված լրատվական հաղորդումը առանց գնահատականների, ակադեմիական կամ վերլուծական քննարկումը, եթե չկա կոչ կամ քարոզ, միջազգային կազմակերպությունների պաշտոնական զեկույցների ներկայացումը, ՀՀ ներքին կյանքի մասին կարծիքներ, եթե դրանք չեն արտադրվել կամ ղեկավարվել օտար պետության կողմից։ Լավ է, որ կարծիք ունի ԲՏԱ նախարարը, բայց ինչ է գրված օրենքի այն նախագծում, որը խորհրդարան է բերել ոչ թե իր կարծիքը բարձրաձայնելու, այլ զեկուցելու։ Միգուցե պետք լինի այդ ամեն ինչ ավելի հստակեցնել, որ հողում չկատարենք Խաչատյան Արտուրի կարծիքին եւ Մխիթար Հայրապետյանի կարծիքին, հետո ըստ ճաշակի որոշենք, թե ում կարծիքն է ավելի կարծիք։ Ես ասում եմ, մի մտեք այդ դաշտ։ Դա իմ դաշտը չի։ Հայրապետյանը պնդում է միջամտություն, չմիջամտություն որոշելը հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի գործն է։ Միջամտությունը մինչեւ անգամ եթերազրկման կարող է հանգեցնել։ Անգամ տուգանք է սահմանված տվյալ արարքի համար նվազագույն աշխատավարձի 500 պատիկի չափով։ Հարց. Ինչպես եք սահմանում պարտականություն առանց տվյալ իրավական վիճակի բովանդակային բացահայտման։ Նախարարը գուցե հստակ օրինակներին արձագանքելով հստակ խոսի։ Հերքի տեսակետը, թե տեսալսողական մեդիայի մասին օրենքը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փոխվում է, որ Դամոկլյան սուր դառնա իշխանության արածը հալած յուղի տեղ չներկայացնող, խնդիրներ տեսնող հեռուստաընկերությունների գլխին, հնարավորություն որոշներին մեկընդմիշտ լռեցնելու։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի սահմանադրությունը։ Եթե որևէ հարցազրույցի ժամանակ, ասենք ես մեջբերում եմ այդ հայտարարությունը եւ ասում եմ սա երկրի ներքին գործերին միջամտություն է եւ զուգահեռ այդ Ալիևի հայտարարությունը այդ հեռուստատեսությունը վերահաղորդում է։ Սա համարվում է ներքին գործերին միջամտություն։ Դա իմ գնահատման տիրույթում չէ։ Դա կարգավորող ինստիտուցիոնալ սահմանադրական անկախ մարմնի գործն է։ Վստահեք ՀՌ հանձնաժողովին, ԲՏԱ նախարարի հորդորն է։ Հրահում ճաշակով մարդիկ են նստած։ Օրինակ Հակոբ Մովսեսը, երբ որ հարց քննարկվի, օրինակ TRT-ն, օրինակ Յուքոմում է Ֆիդանի հայտարարությունը, որ աջակցում եմ Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, համարենք միջամտություն թե չէ, Հակոբ Մովսեսը կհամարի, որ չէ, միջամտություն չի, բայց այն Սալավիով, որ հերթական անգամ էշեշ դուրս տա, ինքը անպայման կհամարի, որ միջամտություն է։ Իդեպ հենց Հակոբ Մովսեսի, Հակոբ Հակոբյանի մասին։ Հայաստան խմբակցությունը պահանջում է դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները, քանի որ նա խախտել է ՀՌՀ անդամի քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները։ Հարցազրույցներից մեկում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը վիրավորող եւ վարկաբեկող արտահայտություններ է թույլ տվել։ Ես հակադաշնակցական չեմ։ Բայց չի զղջում հայտարարությունների համար, թե դաշնակցական մոտեցումը ոչ պատմական է, ոչ քաղաքագիտական է, ոչ էլ հասարակագիտական։ Պաթոսի են վերածել ամեն բան։ ՀՌՀ մտավորական անդամից պահանջվող կոռեկտությունը չպետք է նշանակի ձայնազրկություն։ Քարորիայի 4-րդ օրը խորհրդարանը կշարունակի Հակոբ Հակոբյանի ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնել, չդադարեցնելու մասին հարցի քննարկումը։ Շնորհակալ եմ։ Արփիս Քեսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։
Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։